Հագեցած քարոզչական հանդիպումներ, նախընտրական ծրագրերի ներկայացում, շփումներ բնակիչների հետ հուզող հարցերի շուրջ, հետագայում խորհրդարանում բարձրաձայնելու եւ ելքեր առաջարկելու նպատակով։ Վահրամ Բաղդասարյանն իր քաղաքական թիմի հանրապետականի նոր կուրսը առաջընթացի ու անվտանգության երաշխիք համարելով ընդգծում է հատկապես երկրի կառավարման փոփոխությունը, անցումը նախագահականից նոր խորհրդարանական մոդելի։ Տավրոս թաղամասում բնակիչները պատգամավորության թեկնածուին են ներկայացնում թիվ 1 հուզող խնդիրը՝ կոյուղու բացակայությունը։ Այս կանալիզացիայի ծախսը կազմում է 30-ից 35 միլիոն, երևի ձեզ տեղյակ եմ տալի, հաշվարկը կատարված է։ Դա մեր տեղական բյուջեով հնարավոր չէ։ Ես քաղաքապետին հրավիրել եմ, մինչև այստեղ հանդիպման գալիս, 3 հրավիրել եմ։ Նրան ասել եմ, դու կնախատեսես համայնքի ներդրումների ինչ հնարավորություն ունես, եթե դու կարողանաս հնարավորությունները որոշակի ստեղծես, մնացածը կենտրոնական բյուջեից ես խոստանում եմ հատկացնել։ Ձեր քաղաքապետը տեղյակ է, որ լրացուցիչ դոտացիաներ պետք է տրամադրվի նաև քաղաքին։ Ճանապարհների շինարարության համար, առաջնահերթ խնդիրներ լուծելու համար, վարավատ ջրերի, կոյուղիների հետ կապված խնդիրներ պետք է կարգավորել։ Տարոն 4 թաղամասում էլ մարդկանց հուզում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված բարդությունները, որոնց արդեն հասցրել են բախվել։ Ստեղից ապրանք ենք տանում Ռուսաստան, Վլադիկավկազ, Միմոդի, Պյատիգորսկ, հատկապես Կաբարդինո-Բալկարիա, մեզ թալանում են։ Տարել ենք ապրանքը հասցրել ենք Կրասնոդար, չեն թողում կիլոյով ծախելու։ Ասում են օպտեմ տվեք գնացեք։ Իսկ օպտեմ օպտավիկները նենց են անում, որ вообще ջրի գնի վեր են ունեմ ապրանքը, ոչ մի եկամուտ չի մնում։ Ասում են Պուտինը հրամանա տվել, որ կիլոյով ժողովրդի վրա չծախեք։ Իսկ եթե մենք կիլոյով ծախենք, համ ժողովրդին է, ռուս ժողովրդին օգուտ, համ մեզ է օգուտ։ Եվրասիական տնտեսական միության մաքսային այդ տարիքների հետ կապված ունենք բավականին լուրջ խնդրեմ առաջերտի Կաբարդինո-Բալկարիայի հետ, որը շատ ճիշտ է նկատել եւ այդ հարցը արդեն երկու նախագահների հանդիպման ժամանակ բարձրացվել է։ Բայց մի կարևորագույն մենք խնդիր արդեն լուծել ենք, ալտերնատիվ ճանապարհը, ասեցի, որ մենք արդեն ճանապարհ նաեւ ունենալու ենք այդ լարսի այդ խնդիրների հետ կապված, այդ հերթերը որ գոյանում են, մենք այդ խնդիրը ոչ ժամանակներս կարգավորելու։ 1-2 ամսվա ընթացքում դուք դրանց տեղեկացված կլինեք արդեն։ Տարոն 4 թաղամասից ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի քարոզչական հանդիպումներն ու բնակիչների հետ անմիջական շփումները շարունակվում են Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ Լուսինե Զարքսյան, Լոռի հեռուստաընկերություն։